ճշմարիտ սերը չի քանդվում։ Եթե մեկը ճշմարիտ սեր ունի, այդ սերը չի քանդվում։ Օրինակ տեսեք, ամենակարևոր բանը այսօր մարդիկ անդադար իր ասում են, չէ, ես քեզ սիրում եմ։ Ամեն ինչի մեջ ես քեզ սիրում եմ։ Մեկը մի բան է ուզում իր համար օգնում ես, ասում ես քեզ շատ եմ սիրում, ապրես որ արեցի։ Մեկի մի բան ես խնդրում, քեզ շատ եմ սիրում, որ այս բանը խնդրեմ կանես, շատ եմ սիրում, շատ եմ սիրում։ Հիմա տեսեք, բայց մեկ էլ տեսնում ես, այդքան խոստումների մեջ, հատկապես այսօր երիտասարդ սիրահար զույգեր ամեն օր այդ բառն իրար ասում են, ամուսնանում են կարճ ժամանակ հետո ընտանիքը քայքայվում է, որովհետև այդ սերը հոգևոր խորը ճշմարիտ արմատներ չուներ իր կյանքի մեջ։ Մի օր երկու սիրահար զույգ այգում նստած, ես քեզ սիրում եմ, մյուսն էլ ես էլ քեզ եմ, այսպես մի 15 րոպե, 20 րոպե իրար ասում են ես քեզ սիրում եմ, ես քեզ սիրում եմ, ես քեզ ավելի շատ եմ սիրում, կողքը նստած մի մարդ ասում է դե զզվցրեցի լի սիրում եք իրար, ամուսնացեք, ինչ եք այսքան ասում։ Մենակ ասելով չես, այդ բառերը ասելով չի։ Ուրեմն այդ սերը հոգևոր է, դրա համար Սուրբ Գիրքն ասում է Աստված սեր է եւ Աստված հոգի է, մարդն էլ Աստծուն պետք է այդ հոգևոր սիրով սիրի։ Եվ ամեն ինչի մեջ այս սերը պետք է ցուցաբերես։ Եթե սեր չկա քո հավատքի մեջ, քո հավատքի արտահայտող ամենակարևոր կողմը սերն է։ Եթե սերը չկա, զուր է։ Տեսեք, երբ որ Պողոս Առաքյալը Կորինթացի նամակի մեջ ասում է 3 բան եմ արդում՝ հավատքը, հույսը, սերը, սրանցից մեծագույնը սերն է, ինչ է սա։ Հավատքը մեր այն նավն է, որի մեջ մենք մտնում ենք, չէ՞, այսինքն եկեղեցին այն հավատքի նավն է, որի մեջ մենք մտնում ենք փրկություն ունենալու համար, չէ՞, այսինքն մենք եկեղեցով ենք փրկվում։ Ինչպես որ Նոյեր ընտանիքով մտավ տապանի մեջ փրկվեց, այնպես էլ մարդը, որ ինքը մտնում է եկեղեցու մեջ, հավատքի կյանք է սկսում ապրել, այս աշխարհի ալեկոծությունները, փոթորիկը, ձունը, քամին, ինչ էր որ լինի, այդ հավատքից մարդուն չի կտրում։ Բայց այդ հավատքի նավը, որպեսզի առաջ գնա, մեզ ինչ է պետք։ Սեր եւ հույս։ Սերը այդ նավի առագաստն է, որ բացում ես, որպեսզի առաջ գնա, իսկ քամին այդ սերն այն քամին է, որ քո հավատքի նավը միշտ առաջ է տանում։ Եթե չկա այս օրինակը քո կյանքի մեջ, այս սերը ճշմարիտ սերը չկա քո կյանքի մեջ, դու շատ հեշտությամբ ինչ որ ստեղծել ես, կարճ ժամանակ հետո պիտի քանդես։